شما با حضور گسترده و شجاعانه Ռեզա Փահլավի Իրանի վերջին շահի Մուհամմադ Ռեզա Փահլավի ժառանգն է, որը Իրանում իշխանափոխության կոչերով է հանդես գալիս։ Վաշինգտոնում բնակվող 66-ամյա գործիչը բացահայտ դիմում է իրանցիներին դուրս գալ փողոցներ եւ վերջ դնել Իսլամական Հանրապետության իշխանությանը։ Փահլավին տարիներ շարունակ հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից եւ ըստ տարբեր աղբյուրների վայելում է Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը։ Ռեզա Փահլավին ծնվել է Թեհրանում, երիտասարդ տարիներին ծառայել է շահական զինված ուժերում, իսկ 17 տարեկանում մեկնել Միացյալ Նահանգներ ռազմական օդաչուի պատրաստություն անցնելու։ Նա ուսումնառություն է ստացել Տեխաս նահանգի Լաբոկ քաղաքում Ռիզի ռազմաօդային բազայում, պատրաստվելով կործանիչ ինքնաթիռների օդաչուի մասնագիտությանը։ 1979 թվականի իսլամական հեղափոխությունը նրա կյանքում դարձավ շրջադարձային։ Փահլավին այդպես էլ չվերադարձավ Իրան։ 7 տարեկանում ինքնահռչակված գահաժառանգը երբեք չգահակալեց, իսկ հորմահից 1 տարի անց դարձավ Փահլավիների տան ղեկավարը։ Միացյալ Նահանգներում գտնվելու տարիներին նա չի դադարել կոչ անել Իրանին անցնել դեմոկրատական աշխարհի կառավարման համակարգին։ Փահլավին 3 գիրք է գրել Իրանի մասին։